Բարդ իրոք է։ Իրականում մենք ապրում ենք Սուրբ Հոգու դարաշրջանում, երբ որ Սուրբ Հոգին է դրսևորվում այս երկրի վրա եւ Սուրբ Հոգին է գործում։ Ես անցած ծառայությունների ընթացքում ժամանակներ առաջ այս մոտ ժամանակներում խոսեցի, որ իրականում այս ժամանակաշրջանը մարմնի եկեղեցու ժամանակաշրջանն է։ Եվ երբ որ խոսում էի, որ հակառակության մասին, ես խոսում էի, որ ամեն ժամանակներում մարդիկ միշտ ընդդիմացել են Աստծուն։ Ժամանակները միշտ եղել է, որ բոլոր ժամանակների մեջ եղել են մարդիկ, ովքեր ընդդիմացել են Աստծուն։ Եվ մենք ես խոսեցի, որ այդ ամենի ետևում կանգնած է Սատանան, որովհետև ընդդիմանալ Աստծուն հենց Սատանան է, որ դեմ Աստծուն եւ գործում է Աստծո դեմ։ Եվ երբ որ Աստված խոսում էր, Հայրը խոսում էր մինչև Հիսուս Քրիստոսը մարգարեների միջոցով, ընդդիմանում էին մարգարեներին։ Եվ Աստված ասում էր, ինձ ենք ընդդիմանում։ Եվ որդին եկավ։ Եվ ընդդիմանում էին որդուն։ Եվ այսօր Սուրբ Հոգին է այս երկրի վրա, եւ ընդդիմանում են Սուրբ Հոգուն։ Իսկ ինչպես է դա դրսևորվում, ընդդիմանում են եկեղեցուն, մարմնին, որտեղ Սուրբ Հոգին գործում է մարմնի միջոցով։ Գիտեք, Հովհաննեսի ավետարան 14-րդ գլխի մեջ, Հովհաննեսի ավետարան, ներեցեք, 16-րդ գլխի մեջ, 16-րդ գլխի մեջ եւ 7-րդ խոսքից Հիսուսն ասում է, Հիսուսը այսպես է նշում. բայց ես ճշմարտություն եմ ասում ձեզ, թե լավ է ձեզ համար, որ ես գնամ։ Որովհետև եթե չգնամ, մխիթարիչը չի գա ձեզ մոտ, բայց եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ։ Գիտեք, Հիսուսն ասում է, լավ է, որ ես գնամ, լավ է, որ ես գնամ երկինք, տուն գնամ։ Որտեվ այն ինչի համար, որ ես եկել եմ, իմ ժամանակը լրացել է, ես կատարելու եմ, ես փրկելու եմ, իմ անձը դնելու եմ եւ դնում եմ։ Եվ Հիսուս Քրիստոսն եկավ այս աշխարհ, իր կյանքը տալով մարդկության մեղքերի գինը վճարեց, որպեսզի ամեն նրան հավատացող ունենա կյանք եւ էլ ավելին ունենա։ Ու գիտեք, Հիսուսն ասեց, լավ է, որ ես գնամ, ես իմ գործն անելու եմ, վճարելու եմ, փրկելու եմ, գինը վճարելու եմ, հավատացողների համար դուռը բաց է։ Բայց ես գնալու եմ, որպեսզի Սուրբ Հոգին գա, որպեսզի ապրի ամեն մեկիդ մեջ, որովհետև շարունակության մեջ ասում է, երբ որ նա գա, աշխարհին կհանդիմանի մեղքի համար, արդարության համար եւ դատաստանի համար։ Մեղքի համար, որովհետև ինձ չեն հավատում, արդարության համար, որովհետև ես իմ հոր մոտ եմ գնում։ Եվ ինձ այլևս չեք տեսնի։ Եվ դատաստանի համար, որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտված է։ Տակավին շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել։ Եվ նայեք 13-րդ խոսքը ինչ է ասում։ Երբ որ ասում է շատ բան ունեմ ձեզ ասելու, հետո ասում է, բայց երբ որ նա ճշմարտության հոգին կգա, նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ, որովհետև իր անձից չի խոսի, այլ ինչ որ կլսի, կխոսի, գալու բաները կպատմի ձեզ, նա ինձ կփառավորի, որովհետև իմից կառնի եւ կպատմի ձեզ։ Այսինքն գալու բաները կասի Սուրբ Հոգին մեզ։ Նա կփառավորի Տիրոջը, նա կփառավորի Աստծուն, Հիսուսին։ Ու գիտեք, մենք չենք հավատում 3 տարբեր աստվածների։ Մենք հավատում ենք մեկ Աստծո, որ երրորդության է։ Մենք հավատում ենք մեկ Աստծո։ Հայր, Որդի, որ Սուրբ Հոգի։ Նրանք 3 են, բայց մեկ են, մեկ Աստված։ Մենք երբ որ հասկանանք, մենք տրամաբանորեն այդ ամենը չենք կարող ընկալել, բայց մենք պետք է հավատանք ու վստահենք, որ Աստված երրորդություն է։ Եվ Աստված ասում է, որ մենք ամեն մեկս հանդիսանում ենք Սուրբ Հոգու տաճար։ Աստծո տաճար, որտեղ Աստված է բնակվում։ Սուրբ Հոգին համեմատելով, որ ինքն Աստված է եւ Աստծո տաճարը մենք ենք, որ մեր մեջ մենք ունենք Աստծուն։ Իսկ մեր մեջ ապրում է Սուրբ Հոգին։ Եբրայեցի թղթի հեղինակը գրում է եւ ասում է, Աստծո տաճարը մենք ենք։ Իսկ Հիսուսը որպես որդի իր տան վրա։ Հիսուսին է համեմատում է տան Տիրոջը, որպես Տեր։ Գործք առաքելոցում մենք տեսնում ենք Սուրբ Հոգու գործը, Աստծո գործը, թե ինչպես Աստված գործում, եւ ուզում եմ ասել, որ այդ գործ առաքելոցի ժամանակների մեջ ենք մենք ապրում, որովհետեւ մինչեւ Հիսուսի երկրորդ գալուստը եկեղեցին պետքա գործի, եկեղեցին պետքա հրաշքներով, զորություններով գործի եւ մարդկանց փրկության ավետարանը քարոզի,
Որովհետև մենք կանչված ենք այդ ավետարանը քարոզելու։ Մենք կանչված ենք Տիրոջ անունը կանչելու եւ Տիրոջ անունը տարածելու, որովհետև այդ անունից բացի ուրիշ անուն չկա, որ կարա փրկի։ Եվ այսօր եկեղեցին է կանչված Տիրոջ անունը ներկայացնի, Տիրոջ անունը քարոզի եւ Տիրոջ գործերը գործի։ Գիտեք, Հիսուսը մի օր բացեց Եսայի մարգարեի գիրքը եւ կարդաց. Տիրոջ հոգին ինձ վրա է, նա ինձ օծել է, որպեսզի գերիներն ազատ արձակվեն, կույրերը տեսնեն, Տիրոջ ընդունելի տարին հրատարակվի։ Ամեն։ Եվ ինչ ասեց այդ օրը Հիսուսն ասեց, որ կատարվեց այս մարգարեությունը։ Տիրոջ հոգին Հիսուսն ասեց ինձ վրա է։ Եվ ինքը իր աշակերտներին ասեց. «Սպասեք»։ Համբարձվելուց հետո, ներեցեք, հա, ինքը երբ որ հարություն առավ, հարությունից հետո երևում էր աշակերտներին եւ ասեց. «Սպասեք, Սուրբ Հոգին պիտի գա ձեզ վրա։ Դուք զորություն պիտի առնեք, երբ որ Հոգին գա ձեզ վրա»։ Գործք առաքելոց 1:8։ Դուք զորություն կառնեք, երբ որ Սուրբ Հոգին ձեզ վրա կգա։ Եվ հետո ասեց. «Իմ վկաները կլինեք Երուսաղեմում, Հրեաստանում, Սամարիայում, մինչև երկրի ծայրերը»։ Այսինքն Տիրոջ զորությունը գալիս է մեզ վրա, որ մենք Տիրոջ վկան լինենք, որ մենք Տիրոջ գործերը գործենք, որ մենք Տիրոջը ներկայացնենք ոչ թե միայն լսածով, այլ ապրածով եւ զորությունով։ Եվ այնքան կարևոր է, սիրելի եկեղեցի, որ դու գիտակցես մի բան. Տիրոջ հոգին քեզ վրա է, ուղղակի չի քեզ վրա։ Տիրոջ հոգին եկել է քեզ վրա, որ դու ներկայացնես Տիրոջը զորությունով, որ դու ներկայացնես Տիրոջը որպես լույս լինես, որպես զորությամբ ներկայացնես, որովհետև այդ զորության դրսևորումը հրաշքներ է գործում։ Որովհետև Հիսուսը երբ որ եկավ Հովհաննեսի մոտ ջրով մկրտվեց, հետո Սուրբ Հոգին եկավ նրա վրա։ Երկնքից ձայն լսվեց ու ասվեց, հետևյալ խոսքերը, հոր ձայնը, որ ասում էր. «Սա է իմ սիրելի որդին, նրան հետևեցեք»։ Հետո Սուրբ Հոգուց տարվեց անապատ Հիսուսը։ Սատանայից փորձվեց, անապատից զորությամբ դուրս եկավ եւ սկսեց ծառայել։ Եվ հետո ինչ ենք տեսնում Հիսուսի ծառայության մեջ՝ զորություններ։ Մենք տեսնում ենք, որ զորություններ են լինում, հրաշքներ են լինում, որ մարդիկ ազատագրվում էին, մարդիկ բժշկվում էին, մարդիկ զորություն էին տեսնում Հիսուսի մեջ։ Փարիսեցիներն անգամ գալիս էին ու ասում էին. ուրիշ կերպ է խոսում, իշխանություն ունի, իշխանությամբ է խոսում։ Ժողովուրդը տեսնում էր, որ ուղղակի խոսքեր չեն, այլ զորությունով դուրս եկած խոսքերը։ Գիտեք, ես հավատում եմ, որ իրականում եկեղեցին օծված է Տիրոջ զորությամբ։ Հավատում եմ, որ ուղղակի Սուրբ Հոգին, որ մեզ այսօր ամեն մեկիս կյանքի մեջ կա, այդ հոգու հետ մենք պետք է ապրենք, այդ հոգու հետ մենք պետք է ընկերանանք, այդ հոգու հետ մենք պետք է շփվենք, այդ հոգով պետք է լցվենք ամեն օր, որովհետև մենք մկրտվում ենք մեկ անգամ, բայց լցվում ենք ամեն օր։ Որովհետև խոսքն ասում է, Պողոսը գրում է, ասում է. լցվեք հոգով, ձեր մեջ սաղմոսներ ասելով, հոգևոր երգեր ասելով, լցվեք հոգով։ Ուրեմն լեցունությունը, լցվելը, դա ամեն օրվա գործ է, որ մենք պետք է անենք։ Հիսուսն ասեց. ով ծարավա թող գա ինձ մոտ ու խմի ինձանից։ Գիտեք, Հիսուսը նույնն է երեք այսօր ու հավիտյան։ Աստված ուզում է, որ լցնի ամեն մեկիդ։ Եվ ինչ ասեց, ինձանից խմողի փորից կենդանի ջրերի գետերը կբխեն։ Գիտեք, կենդանի ջրերի գետեր։ Մի գետի մասին չի խոսքը, գետերի մասին է խոսքը։ Աստված ուզում է, որ դու ուղղակի ոչ թե թաց լինես, այլ թաց լինելով հանդերձ աղբյուր լինի քո մեջ, որ քեզանից կբխի։ Այո, լինել թաց լավ է, բայց լինել կրել աղբյուր դա արդեն ուրիշ բան է։ Որովհետև այդ աղբյուրը հանդիսանում է ուրիշների համար նույնպես։ Որովհետև մարդիկ կգան քեզ մոտ, այդ աղբյուրից կօգտվեն։ Աղբյուրը ընդհանրապես, երբ որ կա, մարդիկ մոտենում են աղբյուրին ու օգտվում են։ Հիշում եք, Հիսուսը նստած էր աղբյուրի մոտ, ու մի կին ինչ ասեց. Ինչ ջուր կտաս։ Հիսուսը հարցրեց, չէ, մի կնոջ ասեց, ինչ ջուր կտաս։ Ասեց, այդ ոնց է մեր հետ խոսում ես, եւ այլն խոսակցությանը ավել չասեմ, եւ Հիսուսն ասեց, եթե իմանայիր ով է քեզանից հարցնողը, դու կուզենայիր ինձանից։ Եվ ես ասում եմ, քեզ կտայի մի ջուր, որ դու կխմեիր, եւ մի աղբյուր կլիներ քո մեջ։ Աղբյուր։ Ու գիտեք, երբ որ մենք խմում ենք Հիսուսից, այդ մի աղբյուր է լինում մեր մեջ։
Աղբյուր, որը հանդիսանում է ուրիշների համար, նույնպես որ մարդիկ կգան եւ կխմեն այդ աղբյուրից։ Եվ մենք գիտենք, այդ աղբյուրը մենք չենք, ուղղակի այդ աղբյուրը կրողն ենք մենք։ Աղբյուրը Սուրբ Հոգին է մեր մեջ, որ լրացնում է մարդկանց, որ տալիս է Աստծո կամքը, որ հպվում է մարդկանց, որ կպնում է մարդկանց սրտերին։ Այսօր մենք այդ դրա կարիք ունենք ամեն մեկս։ Լցվելու կարիք ունենք, որպեսզի այդ աղբյուրը մեր մեջից հոսի, այդ աղբյուրը գետերի պես հոսի, այդ աղբյուրը զորությամբ հոսի, այդ աղբյուրը կպնի մարդկանց ու մարդկանց բժշկություն բերի, որովհետև այդ կենդանի ջրերն է, որ գնում է ու բժշկում է մարդկանց, այդ կենդանի ջրերն է, որ կպնում է մարդկանց ու փոխվում է մարդկանց կյանքերը։ Գիտեք, մի բան է լսել Հիսուսի մասին, բայց մի բան է, երբ որ մարդիկ ճաշակեն Տիրոջը։ Այնց այդ Սուրբ Հոգու զորությունն է, որ մարդիկ ճաշակում են Տիրոջը։ Սուրբ Հոգուն են մարդիկ վերապրում իրենց սրտերի մեջ։ Երբ որ մարդիկ վերապրում են Աստծուն, գիտեք, երբ որ մի անգամ մարդը ճաշակեց Աստծուն, այն որ ասում է, այդ մարդուն չես կարա պոկես Աստծուց։ Որովհետև խոսքն ասում է երկնային համն առած լինել։ Երկնային համը։ Ինչպես կարանք մենք երկնային համը առնենք։ Սուրբ Հոգուն ճաշակելով։ Որովհետև Սուրբ Հոգին է, որ երկնքից է եկել։ Հիսուսն ասեց, լավ է, որ ես գնամ, որ նա կգա, մխիթարիչը։ Երկնքից եկողը Սուրբ Հոգին է։ Եվ եթե մենք ուզում ենք այդ երկնային համը ճաշակենք, մենք պետք է ճաշակենք Սուրբ Հոգուն։ Գիտեք, Սուրբ Հոգին ինքը անձնավորություն է։ Սուրբ Հոգին մենք ուղղակի չենք խոսում մի զորության, կա, չէ, մտածում ենք այսպես դե էլեկտրական ուժ, հոսանք, ինչ որ տենց դրսևորում, բայց նա անձնավորություն է։ Նա մեզ զորություն չի, նա անձնավորություն է, որից բխում է զորություն։ Նա անձնավորություն է, որ ունի կամք, նա անձնավորություն է, որ կարող է լսի, նա անձնավորություն է, որ կարող է խոսի, նա անձնավորություն է, որ կարող է վիրավորվի, նա անձնավորություն է, որ կարող է նեղվի, որտեղ խոսքն ասում է մի տրտմացրեք Սուրբ Հոգուն ձեր մեջ։ Որովհետև հայտնության մեջ մենք տեսնում ենք, որ ասում է հոգին ասում է եկեղեցիներին։ Սուրբ Հոգին խոսում է, Սուրբ Հոգին ասում է, նա անձնավորություն է, նա անձ է, եւ անձի հետ մենք պետք է վերաբերվենք, շփվենք։ Գիտեք ինչպես անձը մարդը մարդու հետ շփվում է, որպես անձ անձի հետ։ Եվ նրանք շփվելով իրար հետ ճանաչում են։ Այնպես էլ դու, ես, ամեն մեկս անձ որպես Սուրբ Հոգի անձի հետ մենք պետք է շփվենք եւ ինչքան շատ շփվենք, մենք ավելի շատ կբացահայտենք ու կճանաչենք իրեն։ Ավելի խորքային կդառնանք, ավելի երկնային այն գաղտնիքներից կհայտնվի մեզ։ Երկինքը կգա մեր սրտերի մեջ ու եկել է մեր սրտերի մեջ, բայց այդ երկնային բացահայտումը ավելի ու ավելի շատ կլինի մեր կյանքի մեջ։ Գիտեք, մենք աղոթում ենք, որ գա Տեր քո արքայությունը ինչպես երկնքում, այնպես երկրի վրա։ Աստծո արքայությունը դա ուղղակի խոսքեր չեն, այլ զորություն է։ Աստծո արքայությունը զորությունով է։ Եվ այդ Աստծո արքայության դրսևորումը առանց Սուրբ Հոգու չի լինում այս երկրի վրա։ Աստծո արքայության տարածումը Սուրբ Հոգու զորությամբ է տարածվում։ Որովհետև Աստծո արքայությունը գալիս է մարդկանց սրտերի մեջ, երբ որ մարդիկ ընդունում են Տիրոջը։ Բայց Սուրբ Հոգին է գործում մարդկանց սրտերի մեջ, որ մարդիկ բացում են իրանց սիրտը Տիրոջ համար։ Սուրբ Հոգին է ներգրավված այդ գործի մեջ, որ արքայությունը տարածվի։ Սուրբ Հոգին եթե չգործի, ոչինչ էլ չի կարա լինի այս երկրի վրա։ Ես ուզում եմ հարց տալ, ով կարիք ունի իր կյանքի մեջ զորության, հրաշքի, ինչ որ մի դուռ, որ իր համար պիտի բացվի, որ ակնկալիք, որ ասում է Տեր, ուզում եմ, որ դու խառնվես։ Ես նույնպես, բայց ես ուզում եմ ասել քեզ, Սուրբ Հոգին է այդ անողը։ Սուրբ Հոգու մեջ է այդ ամենը։ Գիտեք, առանց Սուրբ Հոգու մենք երբեք չենք ունենային ինչ որ դու ակնկալում ես, որտեղ Սուրբ Հոգու մեջ է այդ ամենը։ Գիտեք, այսօր ավելի շատ մենք տեսնում ենք շատ բաներ կարա քարոզվի, շատ ուսմունքներ, ես չեմ ասում կարևոր չեն, չէ կարևոր են, բայց Սուրբ Հոգու հետ հարաբերության մասին այնքան էլ շատ չի խոսվում։ Խոսվում է, ես չեմ ասում չի խոսվում։ Բայց դա այնքան կարևոր բան է ամեն մի քրիստոնյայի համար, որպեսզի դու հարաբերություն ունենաս Սուրբ Հոգու հետ,
Որովհետև Աստված ուզում է քո հետ հարաբերություն ունենա։ Աստված ուզում է, որ դու ճանաչես իրան։ Եվ այդ ճանաչելության process-ը այս երկրի վրա Սուրբ Հոգու հետ է լինում։ Որովհետև ճանաչելով Սուրբ Հոգուն դու ճանաչում ես Աստծուն։ Ու երբ որ դու ճանաչում ես Սուրբ Հոգուն, նա սկսում է դրսևորվել քո մեջ։ Դու սկսում ես մեկ լինել իր հետ։ Հովհաննեսի ավետարան 17-րդ գլխի մեջ Հիսուսն աղոթում է ու ասում է. Հայր, ինչպես մենք մեկ ենք, ես քո մեջ, դու իմ մեջ։ Նրանց, որ ինձ տվիր, որ նրանք էլ մեկ լինեն։ Ես նրանց մեջ, նրանք էլ իմ մեջ։ Ու հետարքիրը նրանում է, որ Հիսուս երբ որ գնաց, ասեց Սուրբ Հոգին գալու է ձեր մեջ եւ մեզ մեկ անում Աստծո հետ։ Սուրբ Հոգին է մեզ մեկացնում Տիրոջ մարմնի մեջ, որովհետև առաջի Կորինթացիների թղթի մեջ, երբ որ մարմնի մասին Պողոս առաքյալը գրում է, ասում է Սուրբ Հոգին մեզ դրեց մարմնի մեջ, ինչպես որ կամեցավ։ Սուրբ Հոգին մեզ հաստատեց Տիրոջ մարմնի մեջ։ Քրիստոսի մարմնի անդամ ենք, չէ՞ ամեն մեկս։ Եվ Սուրբ Հոգու գործն է, որ մենք հաստատվեցինք այդ մարմնի մեջ։ Նա մեզ դրեց մարմնի մեջ ու հաստատեց։ Դրա համար այնքան կարևոր է, որպեսզի ես եւ դու ճանաչենք Սուրբ Հոգուն։ Իսկ ճանաչելությունը քո նրա հետ շփվելուց է։ Շփվի նրա հետ։ Խոսքն ասում է լեզուներով խոսող իր անձն է շինում։ Այնքան կարևոր է, որ մենք աղոթենք լեզուներով։ Մենք լեցվում ենք ամեն օր։ Երբ որ դու կանգնում ես Տիրոջ առաջ, մեծ արի նրան, սկսի լեզուներով աղոթել։ Շատ անգամ խոսքն ասում է, որ երբ որ լեզուներով խոսում ենք, միտքը անպտուղ է, բայց մենք հոգով խորհուրդներ ենք խոսում։ Եվ սրտեր քննողը գիտի հոգու խորհուրդը, Հռոմեացի 8-րդ գլուխ 26-րդ խոսքում ասում։ Սրտեր քննողը գիտի հոգու խորհուրդը, որովհետև սուրբերին վայելած ու կատարյալ աղոթք է բարձրացնում սուրբերի համար։ Եվ ես եւ դու այսօր կարիք ունենք նրան ավելի շատ ճանաչելու, նրա հետ ավելի շատ շփվելու։ Դրանից է կախված մեր ընթացքը։ Դրանից է կախված մենք լույս կլինենք ընդհանրապես, թե չէ այս երկրի վրա։ Որովհետև խոսքն ասում է, լույսը եթե իր լույսը կորցնի, ուրեմն հնարավոր է լույս վիճակից կամաց խամրել։ Աղը եթե իր համը կորցնի, ուրեմն հնարավոր է աղ վիճակից համ կորցնել։ Բայց մենք ինչ պիտի անենք, պահենք մեր լույսը։ Ինչ պիտի անենք, որ չկորցնենք հանկարծ մեր լույսը։ Դրա համար մենք Տիրոջ զորությունով լցվելով, մենք ավելի ու ավելի մեր լույսը կտարածվի։ Որովհետև լույսի տարբեր վատեր կա, չէ՞, սենց ասեմ։ Ինչքան լցված ես դու այդ զորությամբ, Տիրոջով, այնքան ավելի շատ դու կճառակես։ Ինչքան դու լցված ես, այնքան ավելի շատ կբխի քեզանից։ Բայց ինչքան ես լցված, ինչքան խմում ես, ինչքան նրա հետ լինում ես, ինչքան նրա հետ շփվում ես, ինչքան նրանից լցվում ես, որովհետև ինչքան ունես, այնքան էլ կարաս տաս։ Ավել չես կարա տաս։ Ունեցածից ես տալու։ Իսկ Աստված չափով չտվեց հոգին, ինչպես խոսքն ասում։ Չափով չտվեց։ Աստված լցրեց մեզ ուղղակի մենք ենք չափով վերցնում։ Եկեք մեր վերցնելու չափը մեծացնենք։ Եկեք մեր ծարավ սիրտը, ծարավ վիճակը ուղղակի շատացնենք, որովհետև Հիսուսն ասեց Հովհաննեսի ավետարանում, ով ծարավա թողա խմի։ Այդ ծարավ վիճակը մեր կյանքում պետք է բարձրանա։ Որպեսզի խմելը լինի մեր կյանքում, մենք պետք է լինենք ծարավ։ Որպեսզի մենք մեր կյանքում լցված վիճակը լինի, մենք պետք է լցվենք, որ լցված լինենք։ Իսկ լցված լինելու համար ուզում եմ ասեմ, եղիր ծարավ, շատ ծարավ եղի։ Ծարավ ճշմարտությանը, ծարավ Աստծուն, ծարավ Սուրբ Հոգուն։ Ու երբ որ դու ծարավ ես, դու գիտես մի բան, որ Հիսուսը քեզ լցնում է։ Դու գալիս ես նրա առաջ։ Ու գիտեք, ծարաված մարդը ոնց է խմում։ Ես մտածում եմ, այստեղ ամեն մեկս ինչ որ մի վիճակ կլինի, որ շատ ծարաված, ինչ որ ջրի ենք տեսել։ Շատ ծարաված մարդը իր ուշք ու միտքը ջուրն է։ Նա այդ մասին չի մտածում ուրիշ ոչ մի բանի մասին, նա մտածում է միայն ջուր։ Միայն ջուր։ Նա այդ մասին չի մտածում իր որտեղն է ցավում, այդ ցավն էլ է մոռանում, մենակ ջուր է ուզում։ Նա չի մտածում ինչ խնդիր ունի, այդ խնդիրները մոռանում են, ասում են ջուր եմ ուզում։ Բամեն ինչ ընկնում է հետին պլան, չէ՞, նա ծարավ է։ Այդ ծարավը գալիս է իր կյանքում առաջին պլան։
Այդ ծարավը գալիս առաջի կարիք, իմ կարիքը հենց այդ ծարավը հագեցնելն է դառնում։ Ու երբ որ Հիսուսն ասեց ով ծարավը, այսինքն քո կյանքի մեջ առաջին այդ կարիքը պետք է լինի նրանից լցվելը։ Ու շատ անգամ մենք գիտեք ինչպես ենք վերաբերվում, որը որ սխալ է։ Մենք մտածում ենք Աստված իմ էս արա, բայց իրա լցվելը մեզ համար կարիք չի։ Մեր կարիքներն ավելի շատ առաջի պլան ա գալի, քան թե նրանից լցվելը։ Շատ անգամ մեր կյանքում կարիքներն ա գալի առաջի պլան։ Այ խնդիրները միշտ էլ շատ են լինելու, ժողովուրդ, միշտ։ Խնդիրները մարդկային կյանքում միշտ կան, եղել են, լինելու են։ Ես չեմ ասում ենք խնդիրների տակ ենք մնալու, ոչ, բայց ես ասում եմ, որ խնդիրների լուծումը Սուրբ Հոգու մեջ է։ Բայց մենք պետք է որպես կարիք ոչ թե խնդիրը լինի մեր կյանքում, այլ որպես կարիք նա լինի մեզ համար։ Ես ծարավ լինեմ, որովհետև երբ որ դու ծարավ ես, ամեն կարիք մղվում է հետ, մի կարիք է քեզ համար լինում, խմել, կենդանի ջուրը խմել։ Ու երբ որ դու խմում ես, ես ուզում եմ ասել, զորությունն է գալիս այն մնացած հարցերը լուծելու համար։ Այն մնացած իրավիճակների մեջ զորություն է գալիս, իմաստություն է գալիս, որ դու կարողանաս հաղթող լինել։ Որովհետև հաղթող ենք մենք Սուրբ Հոգու մեջ, առանց Սուրբ Հոգու հաղթանակ չկա։ Որովհետև Սուրբ Հոգին էր, որ հաղթության հոգին է։ Սուրբ Հոգին է, որ հաղթեց եւ հարություն տվեց Հիսուսի մարմնին։ Սուրբ Հոգու զորությամբ է, որ մահը պարտվեց։ Դա հարության հոգին է, դա զորության հոգին է, որ այսօր բնակվում է մեր մեջ։ Պողոսն ասում է, որ եկեք բացենք Եփեսացի թղթի մեջ։ Առաջի գլուխ 18-րդ խոսքը 17-ից կարդանք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը, Փառքի Հայրը, տա ձեզ իմաստության ու հայտնության հոգին իր գիտությունով։ Ասма տա հայտնության հոգին իր գիտությունով։ Եվ ինչի համար, որ ձեր սրտի աչքերը լուսավորվելով իմանաք, թե ինչ է նրա կոչումի հույսը, եւ ինչ է ժառանգության փառավոր մեծությունը սուրբերում։ Եվ ասում է, եւ ինչ է նրա զորության գերազանց մեծությունը մեզանում։ Այսինքն Աստված Պողոսն աղոթում է, որ մենք հասկանանք, թե նրա զորության գերազանց մեծությունը մեր մեջ է, ինչ մեծություն է, ինչ գերազանց զորություն է, որ մեր մեջ կա։ Որ մենք բացահայտենք Տիրոջ գերազանց զորությունը մեր մեջ։ Եվ հետո ասում է, որ հավատացինք իր կարող զորության հաջողության պես, որ Քրիստոսում գործադրեց նրան մեռելների միջից հարուցանելով եւ իր աշկողը նստեցրեց երկնավորներում։ Ուրեմն այդ հարության զորությունը հարություն տվեց Հիսուսին եւ համբարձեց Քրիստոսի նստացնելով հոր աշկողը։ Այն Սուրբ Հոգին էր այդ ամենը։ Որ մենք իմանանք այդ զորությունը այսօր, որը կատարվեց 2000 տարի առաջ հարության տալով Հիսուսին, այդ նույն զորությունը այսօր մեր մեջ է եւ Պողոսն աղոթում է, որ ես աղոթում եմ, որ դուք իմանաք այդ ինչ զորություն է, մեր մեջ ապրող զորությունը։ Եվ գիտեք, ինչքան մենք բացահայտում ենք, այնքան հասկանում ենք, ինչքան քիչ գիտեմ, ինչքան կարիք ունեմ ավելի շատ բացահայտելու, ինչքան կարիք ունեմ ավելի շատ ճանաչելու։ Գիտեք, ես միշտ այս օրինակը բերում եմ։ Մենք կարող ենք շատ բաների համ պատմել։ Բանանի համ, կարանք ասենք խնձորի համը գումարած էս ինչի համ, խառնարդ մոտավորապես պատկերացնենք բանանի համը, քաղցրություն եւ այլ չեն, բայց հացի համ ես չեմ կարող պատմել։ Իրականում հացի համը իմ բառերով ես չեմ կարող պատմել։ Կա մարդ, որ կարա բացատրի այստեղ։ Հացի համը։ Իմ բառերը վերջանում են։ Մենք կարանք ամենաշատը այսպես անել։ Հաց տալ ասել կերտես։ Ճաշակի ուտես։ Ու գիտեք Աստծո խոսքը ասում է, ճաշակեք ու տեսեք ինչքան քաղցր է Տերը։ Որովհետև բառերը վերջանում են, մենք կարանք Սուրբ Հոգու մասին պատմենք, բայց կարանք ասենք ճաշակի Սուրբ Հոգու։ Տես ինչ քաղցր է Տերը։ Ճանաչի անձամբ։ Ես կարամ նրա մասին պատմեմ ինչքան որ ես գիտեմ, բայց իմ բառապաշարը այնքան քիչ է երկնային համը պատմելու համար։ Երկնային համը չեն կարա պատմենք, կարանք ճաշակենք։ Եվ այդ երկնային համը Սուրբ Հոգու մեջ է։ Նա է երկնքից եկածը։ Նա է Տերը, որ ուզում է քո սրտի մեջ հայտնվի, որ ուզում է քո կյանքի զորացնի, բարձրացնի, քեզ լցնի իր զորությամբ։
Այսօր ես եւ դու կարիք ունենք Սուրբ Հոգու։ Սուրբ Հոգուն ճաշակելու, բացահայտելու ավելի շատ։ Գիտեք, ես կարամ շատ ուսմունքներ տամ։ Ուսմունքներ տամ, որ Սուրբ Հոգու պարգևներ, Սուրբ Հոգու պտուղներ, լավ է, Աստվածաշնչյան դպրոցում տալիս եմ։ Մենք կարանք ասենք, այո, Սուրբ Հոգին երբ որ գալիս է մեր կյանքի մեջ, մեր կյանքը փոխվում է։ Մենք սկսում ենք բնավորությունը մեր փոխվել, դա պտուղներն է։ Եվ մենք որպես Սուրբ Հոգով լցված մարդիկ, մեր կյանքը սկսում է փոխվել։ Ով է լսել այս բանը, ասում է, մարդ հավատացյալ դառավ կյանքը փոխվեց։ Դա վկայությունն է, որ Սուրբ Հոգին գործում է այդ մարդու կյանքի մեջ։ Նա սկսում է նմանվել երկնքին, երկնքի ստանդարտներին։ Նա սկսում է նմանվել Հիսուսին, իր Տիրոջը, եւ այդ ամեն գործը կատարողը մեր մեջ Սուրբ Հոգին է, որովհետեւ Աստված եկավ մեր մեջ եւ մեր կյանքը սկսեց փոխվել։ Կամ ասում են Հելենայի նարկամաներ ազատագրվեց։ Այդ ով ազատեց։ Արդեն պարգևները, չէ՞, ազատող զորությունն է։ Կամ ասում է հայհոյող էր, սկսել է օրհնել, անիծող էր, սկսել է օրհնել։ Ինչը կատարվեց այդ մարդու կյանքի մեջ։ Ինչ որ մի բան ազատվեց, մեղքից ազատվեց այդ մարդը։ Սուրբ Հոգին ուղակի նրա կյանքին հպավ, դիպավ։ Կամ ասում է ատող էր, սիրեց։ Մարդը ուրիշ կերպ էր, դառավ ուրիշ կերպ։ Այդ ամենը Սուրբ Հոգու մեջ է լինում։ Այդ ամենը առանց Սուրբ Հոգու ներգործության չի կարող կատարվի։ Այնպես որ սիրելի եկեղեցի, ինչի եմ ասում, այս դարաշրջանը ընդհանրապես եկեղեցու դարաշրջանն է։ Դա Սուրբ Հոգու դարաշրջանն է։ Գործ կառաքելոց։ Նա չի վերջացել։ Եկեղեցու դարաշրջանն է։ Եվ այդ դարաշրջանը վերջանալու է Հիսուսի գալստով։ Եկեղեցու ժամանակը կվերջանա, երբ որ Տերը գա։ Բայց հիմա Սուրբ Հոգու գործն է այս երկրի վրա, որ պիտի գործի Տերը։ Ումով, ինձանով ու քեզանով։ Դրա համար ես եւ դու կարիք ունենք ներկայացնելու Տիրոջը։ Ես եւ դու կարիք ունենք լցվելու զորությամբ։ Եկեք բացենք Եսայա մարգարեության։ Եսայա 61-րդ գլուխը։ Տիրոջ հոգին ինձ վրա է, ընդ որում Տերը օծել է ինձ։ Ուզում եմ հարցնել, ով է այստեղ, որ Սուրբ Հոգով լցված է եւ աղոթում է լեզուներ, խնդրում եմ ձեռ բարձրացնի։ Որ լեզուներով աղոթում է։ Եվ հիմա ուզում եմ մյուս հարցը տալ, ով է, որ Սուրբ Հոգու լեզուներով չի աղոթում։ Խնդրում եմ ձեռք բարձրացրու, եթե դու Սուրբ Հոգու լեզուներով չես աղոթում։ Համարձակ, եթե չես աղոթում, համարձակ եղիր։ Նորից ուզում եմ տեսնել։ Այսօր ուզում եմ աղոթել ամեն մեկիդ համար, որ դուք լցվեք Սուրբ Հոգով եւ աղոթեք լեզուներ։ Որովհետեւ Աստծո կամքն է մեզ համար, ամեն մեկի համար, ամեն հավատացողի համար, որ ամեն մեկը լցված լինի իր հոգով, որ ամեն մեկը ճաշակի երկնային համը եւ ամեն մեկի կյանքում աղբյուր լինի, որից կբխի կենթանի ջրերի գետեր։ Նայեք, ասում է, Տիրոջ հոգին ինձ վրա է, Տերը օծել է ինձ։ Նա ուղարկել է ինձ աղքատներին ավետիք տալու։ Հիմա այն մարդիկ, ովքեր ձեռք էին բարձրացրել, որ Սուրբ Հոգով աղոթում են։ Ես ձեզ հիմա ասում եմ, դուք կանչված եք ինչ անելու համար։ Տերը ձեզ օծել է, որպեսզի դիզայնի համար չի Սուրբ Հոգին տրվել։ Հավատացյալներին դիզայն է տրվել, լեզուների աղոթքը։ Զորություն է տրվել, որ դու Տիրոջ զորությամբ գործես, որ դու ներկայացնես Տիրոջ այս երկրի մեջ։ Տիրոջ հոգին ինձ վրա է, որպեսզի ուղարկել է ինձ աղքատներին ավետիք տալու։ Աղքատ դա միայն ֆինանսական աղքատ լինողը չի, հոգով աղքատներին։ Աղքատ նշանակում է մարդ, որ ունի պակասություն, հոգով աղքատ, որ հոգևոր արժեքների պակաս ունի։ Իսկ աշխարհը այսօր հոգևոր արժեքների պակաս ունի։ Հոգևոր աղքատ է այսօր աշխարհը։ Կարա միլիարդատեր լինի, բայց հոգևոր աղքատ լինի։ Ուրեմն դու կանչված ես ամեն մեկին։ Դու կանչված ես լույս լինելու, ամեն մեկին վկայելու, ամեն մեկին Տիրոջ զորությամբ քարոզելու, աղքատներին ավետիք տալու,
կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու։ Հիմա ասես, մեկն էլ իմ սիրտը բժշկի։ Աստծո հոգին է քո մեջ, բժշկող հոգին, որ դու լինես ուրիշներին օրհնություն, ընտիրոջ հոգով զորացի, մխիթարվի, դու ինքդ շինվի ներսից, որտեղ խոսքն ասում է, լեզուներով աղոթող իր անձը շինում է։ Տերը քո մեջ է, քո հետ է, որ դու սրտով կոտրված վիճակից լինես սրտով մխիթարված վիճակ։ Եվ լինելով մխիթարված, լինես մխիթարություն ուրիշների համար։ Ամեն։ Տերը քո ներսում է։ Տերը քո հետ է։ Տերը քեզ զորացրել է, քեզ օծել է։ Գերիներին ազատություն հրատարակելու։ Դու էլ մտածում ես, դա մենակ հովի գործն է։ Դա ամեն մի հոգով լցված մարդու գործն է։ Տիրոջ հոգին մեզ օծել է, որ մենք ազատենք գերիներին։ Գերին ով է։ Մեղքի գերին, սատանայից գերված։ Տիրոջ հոգին քեզ վրա է, որպեսզի ազատություն բերես մարդկանց։ Իսկ խոսքն ասում է, ճանաչեք ճշմարտությունը, ճշմարտությունը կազատի։ Հիսուսն է ճշմարտությունը։ Որ մարդկանց բերես Հիսուսի ճանաչելությանը եւ մարդկանց ազատես մեղքի գերությունից։ Դևեր հանես։ Հիվանդներին համար աղոթես ու Տերը ասեմ, կբժշկի մարդկանց։ Բժշկողը մենք չենք, ազատողը մենք չենք, դա Սուրբ Հոգու դրսևորումն է, բայց դու կրում ես Տիրոջ հոգին քո ներսում։ Դու նրա ջահակիր ես։ Դու կարողն ես։ Դու չես, որտեղ Հովհաննեսն ասում է, ես չեմ լույսը, ես վկայում եմ լույսի մասին, բայց Տերն ասեց դուք լույսն եք այս երկրի, որտեղ մենք լույսի կրողներն ենք։ Ամեն։ Գերիներին ազատություն հրատարակելու կապյալներին արձակում, Տիրոջ համար հրատարակելու ընդունելի տարին, վրեժխնդրության օրը մեր Աստծո համար, բոլոր սգավորներին մխիթարելու համար, Սիոնի սգավորների համար որոշելու, որ նրանց փառք տրվի մոխրի տեղ, ուրախության յուղ սուքի տեղ, գովության պատմության հագած սրտի տեղ, եւ նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիկներ, որ Տերը տնկել է իր փառավորության համար։ Ահա Տերը քեզ ինչի համար է տնկել։ Իր փառավորության համար, որ դու տարածես ավետարանը, որ մարդիկ քո միջոցով ճանաչեն Տիրոջը եւ Սուրբ Հոգուն վերապրեն եւ մխիթարվեն, որովհետեւ Տիրոջ հոգին մխիթարիչն է, նա է որ այսօր մխիթարում է, որ կարա իրապես մխիթարի, իսկ այսօր մեր ազգը մխիթարության կարիք ունի, մեր ազգը այսօր շատ սգավոր է, այսօր մեր ազգը շատ ցավ ու շատ կորուստներ ունի, մենք Տիրոջ մխիթարության կարիք ունենք, իսկ ով ունի այդ մխիթարության զորությունը, եթե ոչ հավատացյալները, եթե ոչ այն մարդիկ, ովքեր կրում են այդ հոգին իրենց ներսում, որ դու տանես մարդկանց, որ դու բերես ինչպես թթխմոր լինելով, խմորես այս երկիրը, խմորես այս ժողովրդին նրա զորությունով, որ դու ազդեցություն թողող լինես այս աշխարհի վրա, ոչ թե այս աշխարհից ազդեցություն ազդված, այլ այս աշխարհին ազդող լինես, ոչ թե աշխարհից ազդված։ Այնպես որ զորացիր Տիրոջով, լցվիր նրա կենթանի զորությամբ, ունեցիր հարաբերություն Սուրբ Հոգու հետ, որովհետև դու ես այսօր պատասխան ես աշխարհի, որովհետև Տերը այսօր քեզ ընտրել է, Տերը այսօր քեզ դրել է իր տան մեջ եւ քո միջոցով ուզում է պատասխան բերի շատերի կյանքի մեջ։ Ամեն։ Նենց որ զորացի Տիրոջով, նրա հոգին այստեղ է, որ քեզ բարձրացնի, նրա հոգին քեզ ընտրել է, առանձնացրել է, մենք առանձնացված ենք այս աշխարհից, առանձնացված ենք Տիրոջ համար, առանձնացված ենք նրա գործերը գործելու համար, որովհետև եկեղեցին է, որ մարմինն է Տիրոջ, եւ եկեղեցին այսօր Քրիստոսի գործերը պիտի գործի։ Հիսուսն ասեց, ինչ որ արել եմ, ավելին կանեք, ոչ թե որ մենք ավելին ենք Հիսուսից, ոչ այլ նրա համար ավելին, որ մենք շատ ենք, ամեն տեղ կարանք, Տիրոջ գործերը գործենք, մինչև երկրի ծայրերը, որ Սուրբ Հոգին այսօր ամբողջ աշխարհով մեկ կարա գործի միաժամանակ։ Ամեն։ Այնպես որ եկեք լցվենք Տիրոջ զորությամբ եւ Տիրոջ գործերը գործենք։ Խավարը դողում այդ զորությունից։ Իսկ այսօր մենք այդ զորությունով լցված ենք։ Խավարը պարտված է, որովհետեւ լույսը հաղթեց, ու այսօր այդ լույսը կրողները ես եւ դու ենք։ Երբեք մի վախեցի, որովհետեւ Տիրոջ հոգին վախի հոգի չի։ Տիրոջ հոգին համարձակության, զգաստության ու խիզախության հոգի է։
Տիրոջ հոգին է, որ այսօր մարդկանց կարա բժշկի։ Տիրոջ հոգին է, որ այսօր դևերը սարսափած են այդ հոգուց։ Իսկ մենք ումից սարսափենք։ Ոչինչից ու ոչ մեկից։ Հիսուսն ասեց՝ մի վախեցեք, ես ձեզ հետ եմ։ Մինչև աշխարհի վերջը։ Մահը պարտված է, ամենավախենալին մահն է, Հիսուսը հաղթեց մահը։ Եվ այդ հարության, զորության մեջ ապրողները մահվան վախով անգամ բռնկված չեն։ Որովհետև մահը իրանց համար պարտված թշնամի արդեն։ Մեռնեք էլ կապրեք, Հիսուսն ասեց, որովհետև նա մեր մեջ է։ Գինը վճարված է, մահը պարտված է եւ հարության հոգին այսօր բնակվում է իմ ու քո մեջ։ Հալելույա։